Նրան տապանում հյուրընկալել եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, բարև ձեզ, ողջունում եմ ձեր լսարանին։ Շնորհակալ ենք։ Գյումրին ունենալու է կոմունիստ քաղաքապետ, որը գովերգում է ռուսական դրոշը, ռուսական ռազմաբազայի ներկայությունը մեր երկրի տարածքում, նաև հայտնի է քրեական անցյալով, ազատ ընտրություններով պայմանավորել այն ընդհանուր պատկերը արդյունքների, ընտրությունների, որը մենք ունեցանք Գյումրիում, ինչ է կարծում։ Չէ, այս ամենը պայմանավորված է մեր քաղաքական դաշտի, մեդիա դաշտի այլանդակմամբ, որը տեղի ունեցավ մեկ կենտրոնից եւ այդ կենտրոնը մեր երկրից դուրս է, մեր երկրից հյուսիս է գտնվում, այո, եւ նրանք հաջողում են փաստորեն եւ արդյունքում երբ մենք ունենում ենք այլասերված պատկեր, արդյունքում պրոցեդուրային առումով ազատ ընտրությունները, իսկ ընտրություններն ազատ էին այնուամենայնիվ, մենք ստանում ենք, այո, այլասերված եւ այլանդակված պատկեր։ Այսինքն դա հետևանք է անցած տարիների կոպտագույն բացթողումների, ոմանց, իսկ ոմանց էլ այսպես միտումնավոր խափանարար հաջողված գործունեությամբ եւ արդյունքում մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Համագործակցությունը Երևանի կամ կառավարության հետ ինչպես եք տեսնում, սրա հետևանքները ինչպիսին կարող են լինել։ Դեռ վաղ է հետևանքների մասին խոսել, բայց այսպես ասենք, եթե այս իներցիան շարունակվում է, ապա շարունակվում է եւ շարունակվելու է նաեւ դրա հետևանքը բնական է։ Հետևաբար մնացած ժամանակահատվածում, այո, պետության անվտանգության համար պատասխանատու ապրիորի պատասխանատու իշխանությունն այստեղ բան ունի փոխելու։ Համենայն դեպս գիտակցումը ոնց որ թե չկա, թե ինչ հիբրիդային վտանգներ են կախված Հայաստանի վրա, որոնք պիտի լինեն դրա հակաքայլերը, այսպես հատվածային որոշումներ կամ որոշումների բացակայություն կամ կիսատ որոշումներ եւ ըստ էության իրավիճակը մեր երկրում պատանդ է այդ կիսատ որոշումների, ինչը երևի բոլոր տեսակի որոշումներից ամենավատն է, որովհետեւ նույնիսկ սխալ որոշումը էլի այնուամենայնիվ ինչ որ մի ամբողջական բան է, հա, որը հնդածս էլ կարելի է փոխել, բայց կիսատ որոշումը դա ըստ էության այլասերում է պատկերը, համակարգը մատնում անգործության, արդյունքում մենք ունենք այն, որ մենք չունենք ըստ էության ոչ մի մինչև վերջ արած գործ։ Բոլոր ուղղություններով սկսված է ինչ-որ մի բան, կիսատ թողած դրած մի կողմ, հետո անցնում ենք հաջորդին։ Այսինքն ինչ-որ կիսակառույց վիճակ, որի վերջը չի երևում, դե արդյունքում էլ այո, երբ կիսակառույց շինարարություն է լինում, ինչ է լինում, չէ, ասենք այդտեղ հավաքվում են թմրամոլներ, հարբեցողներ, կրիմինալ տարրեր, չէ, տարածքում հավաքվում են կռիվ անելու, հաշիվ մաքրելու, չգիտեմ, քողությամբ է զբաղվում, ասենք այն ինչ որ մի քիչ այն ձևով դրված չի, մի քիչ էլ անտերություն է, հիմա մեզ մոտավորապես այդ վիճակը։ Եվ այդպիսում մենք գնալու ենք նաև 2026-ի համապետական ընտրություններին։ Եթե ոչինչ չփոխվի, բայց մինչև 26 թվականը տարի 2 ամիս ժամանակ կա, դա հաշվի առնելով մեր այսպես աշխարհի ներկայիս իրավիճակի հետ,
հաշվի առնելով այդ իրավիճակը դա շատ երկար ժամանակ եւ շատ ջրեր են հոսելու այդ ընթացքում, այնպես որ հիմա նույնիսկ թե ինչ է լինելու 2 ամիս հետո երևի թե իմաստ չունի զբաղվել կանխատեսումներով, էլի, հա։ Պարոն Միրաբյան, օրերս Հայաստանի վարչապետը դժգոհեց այդ կադրային քաղաքականությունից, այսինքն բարձրացրեց հանրային այդ դժգոհությունները, դա պայմանավորեց կադրային ճգնաժամով, որը երկրում առկա է։ Այստեղ այս թեման Գյումրիի ընտրությունների թեման ամփոփելով, արդյոք իշխող ուժի տեխնացուի ընտրությունը կարելի է տեղավորել այս կադրային քաղաքականության կամ կադրային ճգնաժամի մեջ, եթե այլ տեխնացու լիներ գուցե պատկերայել լիներ, ինչ եք կարծում։ Իմաստ չունի այդ քննարկումը պրոյեկցելով Գյումրիում ստեղծած իրավիճակի այդ հանգուցալուծմանը, բայց որովհետև այնիշ տեղի ունեցավ Գյումրիում ունի մի շարք պատճառներ, էլի, հա, որոնց տեխնացուն պատճառներից մեկն է եւ ոչ միակը եւ ոչ էլ ամենակարևորը։ Նույնիսկ ամենակարևորների շարքում էլ չէ։ Դա մեկ։ Երկրորդը կադրային քաղաքականություն։ Կադրային քաղաքականությունը դա մի մասն է, մի ոլորտի, որը կոչվում է մարդկային ռեսուրսների կառավարում, հա։ Եվ այդ կառավարման շրջանակներում էլ այո տարվում է կադրային քաղաքականություն։ Եթե այդ կառավարումը այսպես արվում է աչքաչափով, ապա կադրային քաղաքականությունն էլ լինում է աչքաչափով։ Ի վերջո այս ընթացքում կադրերի պատրաստման գործընթաց նպատակային, հա, հենց հատուկ կառավարման կադրերի պատրաստման գործընթաց պետությունը չի արել, չի էլ պլանավորել։ Ավելին դրա համար կոչված ինստիտուտներում ինչ է կատարվում, կարծեք թե դա չի հետաքրքրել իշխանությանը։ Օրինակ, հարկատուների հաշվին աշխատող մեր կառավարման ակադեմիան ինչով է զբաղվում։ Կառավարությունում քանի անգամ են այդ հարցը ուղղակի իրենք իրենց տվել, որ մի հատ գնան նայեն ինչով է զբաղվում։ Մենք խոսում ենք եվրոպական ստանդարտների ներդրման անհրաժեշտության մասին։ Դա ինչպես է աշխատում։ Ուր են այդ կոպիտ ասած եւ կամ պատկերավոր ասած այդ պայմանական 500 եվրոպացիները, որ այստեղ խորհրդատվական, հա, ասենք վերապատրաստման, հա, այդ ուսուցողական եւ այլ աշխատանքներ այստեղ կտանեն։ Դա էլ չենք տեսնում։ Ուր են այն պայմանական, ասենք, տարեկան 500 երիտասարդները, որ ասենք բուհերում դուք կընտրեք եւ պայմանագրով կուղարկեք Եվրոպա վերապատրաստվելուց հետո էլ 5 տարվա պայմանագրով նրանք կընդունեք աշխատանքի պետական համակարգում։ Կպլանավորեք կադրերի առաջխաղացումը, հա։ Եվ այլն, այդ բաները երբ որ չի արվում, վերջում էլ ասեք դե կադրերի ճգնաժամը, բա կլինի կադրերի ճգնաժամ, իհարկե կլինի։ Մեկ երկրորդը իհարկե վարձատրության մասին է խոսքը։ Այդ հարցը չափից շատ է շահարկվում, շատ հասկանալի ուժերի կողմից եւ շատ հասկանալի շահեր հետապնդող խմբերի կողմից, որոնք շահագրգռված են, որ այս վիճակը պահպանվի։ Եվ ձևավորում են համապատասխան հասարակական կարծիք, մինչդեռ իշխանությունը հակառակը չի անում, լավ չի անում, չի բացատրում։ Երկրորդը դրա մասին մենք ձեր եթերներում էլ խոսել ենք, մի ոլորտ ինչպիսին է ռազմավարական հաղորդակցությունները, հա, strategic communication։ Հայաստանը բացակայում է։ Չգիտեմ ով է դրա պատասխանատու։ Ցանկանում ազգանուն, չգիտեմ։ Շենքը չգիտեմ։ Որտեղ է այդ հիմնարկը։ Որ որպես հարկատու, ասենք, ծանոթանան իրենց աշխատանքին, չկա տես բան։
Հաշկաչափով էլի, կամ Facebook-ով երկրպագուները տարբեր ինտելեկտի եւ բարոյականության տեր, հա, իրենց խելքի չափով ինչ-որ բան կանեն, չնանի։ Պարզա, որ սա այլևս չի աշխատում։ Բայց ես նաև համաձայն եմ, որ վարչապետի ասացի հետ, որ այդ փինաչիությունը, այո, երկիրը կերել է ուղղակի։ Սկսած սանտեխնիկից, վերջացած, չգիտեմ, բարձրաստիճան պաշտոնյաներով։ Այո, փինաչիություն է։ Որովհետև մոտեցումն է փինաչիական, դե արդյունքում էլ ինչ ցանում են ընկնձում։ Բայց վարչապետի ֆունկցիան դրանք արձանագրելը չէ, կամ արձանագրելուն զուգահեռ առնվազն գործողություններ ձեռնարկելն է։ Ասելն է, որ լավ, սանտեխնիկները մեր մոտ փինաչի են, չէ՞։ ISSS հասցեում հարգելի քաղաքացիներ եւ առանձնապես այն քաղաքացիներ, ովքեր ուզում եք ոչ փինաչի սանտեխնիկ դառնաք, որը պետք է մեր երկրին, չէ՞։ Այդտեղ գնում եք, ձեր ասենք ուսուցման ժամկետը 8 ամիս է, օրինակ, հա։ Գերմանիայի ժամանած, ասենք, հմուտ սանտեխնիկներ ձեր դասընթացները կվարեն, քանի որ մեր մոտ փինաչի է, հա, ֆիքսեցինք։ Եվ դուք կդառնաք առաջին ոչ փինաչի սանտեխնիկները։ Ձեզանից լավագույնները կմնան այդ կենտրոնում եւ հաջորդ 8 ամսին կնախապատրաստեն նաև բաներին, հա, նորեկներին, որովհետև մեր երկրին պետք են սանտեխնիկներ, ասենք, շինարարությունն է մեր մոտ, շարունակվելու է դա, եւ այլն, եղած այդ սանտեխնիկական սարքավորումները շատերի մոտ բարոյապես մաշվել են, պատվերներ շատ են լինելու, հա, եւ այլն, ես մի ոլորտն եմ ընդհանրապես այսպես պատկերավոր ասում, մենք դա չլսեցինք, մենակ ֆիքսեցինք, որ փինաչի են, հետո ինչ անեմ ես դրա հետ, ես էլ ֆիքսեմ, ուրիշ օֆտի կազմակերպի դա, երբ կնիքը ձեր ձեռն է, մանդատը ձեր ձեռքն է, ֆինանսները ձեր ձեռքն է, բյուջեն ձեր ձեռքն է, հա, պետական նպատակադրումները որոշողը դուք եք համաձայն այդ մանդատի։ Չգիտեմ, ես ինչ անեմ այդ արձանագրման հետ, էլի, հա։ Եվ բացի դրանից էլ մենք ոնց որ թե ասես պատճառը հետևանքային կապերի ընկալումների հետ էլ եւ այդ ընկալումների ձևավորման հետ էլ խնդիրներ ունենք, էլի, որովհետեւ թե որ խնդիրն ինչ ծագումնաբանություն ունի, հա, մենք կարծեք թե ասենց հետ առաջ ենք, էլի, ամեն ինչին նայում, դե արդյունքում էլ մենք ստանում ենք այն ինչ ստանում ենք։ Այս պատկերով, այսինքն տարբեր ոլորտներ ձախողած կառավարությունը, կիսատ պրատ որոշումներ ընդունող կառավարությունը, այս իշխանությունը այսպիսի գործունեությամբ ինքը ի վիճակի կլինի Ադրբեջանի հետ գնալ խաղաղության կամ բերել այս երկրին, այս հանրությանը խաղաղություն։ Մի կողմ թողնենք Բաքվի վարքագիծը, որը չի փոխվում, որի պատրվակները անվերջ են, անսահման են, այս իշխանությունը կկարողանա այս հարցում էլ արդյունք ապահովել։ Տեսեք, մի քիչ ճիշտ չի լինի, էլի, որ մենք մեկը կապենք մյուսի հետ։ Այլ հարց է, որ այո, ներքին հարցերը լուծելու կարողությունները, որակը, տեմպը անհրաժեշտ են մեր դիմակայունությունն ապահովելու համար, որը այո մեզ համար անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելուն հասնելու համար, եւ որպեսզի Ադրբեջանը մի քանի անգամ մտածի, հա, այս երկարաձգումներն ինչ օգուտ կտա, եւ կտա թե ոչ, թե վնաս կտա։ Այդքանով այո, կարող է կապ ունենալ, բայց մնացածը, տեսեք, մենք այստեղ պետք է
չդիտարկենք Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը ինչ որ մի մեկուսի մի process, որը կապ չունի ուրիշ ոչ մի բանի հետ։ Միայն կապ ունի մեր եւ Ադրբեջանի հետ։ Դա այդպես չի։ Ադրբեջանը ունի ուժային առավելություն եւ ուզում է այնպիսի իրավիճակ, որը իրեն միշտ թույլ կտա այդ ուժային առավելությունը իրացնել եւ Հայաստանին միշտ պահել վախի մեջ։ Երկրորդը մենք չենք Ադրբեջանին շրջափակել, չէ, աշխարհագրությունն այնպիսին է, որ իրենք են մեզ շրջափակել։ Եվ խաղաղության համաձայնագիրը կնքելուց հետո իրենք մեզ պետք է ապաշրջափակեն։ Դա մեզ համար պլյուս է, եւ իրենք էլ ասում են, բա մեր պլյուսը որն է։ Եվ հաջորդը նաեւ այո, սա բանակցային գործընթաց է, որը տեղի ունենում մի պատերազմից հետո, որտեղ պատերազմ, որը պարտվել է ոչ թե Ադրբեջանը, էլի։ Սա ամենը չի կարող չանդրադառնալ նաեւ այսպես բանակցող կողմերի վարքի վրա։ Սա էլ պետք է հասկանանք, սա էլ օբյեկտիվ իրականություն է։ Սակայն այս process-ը ուր կհասնի եւ ինչպես կհասնի, դա կախված է մի շարք հարակից process-ներից։ Մենք շատ պարզ պետք է հասկանանք, որ այո, Ռուսաստանն անթաքույց ձևով ձգտում է, որպեսզի այս պայմանագիրը չստորագրվի, պարզ չի, պարզ է։ Հետևաբար ինչ է պետք։ Պետք է Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում եւ ազդեցությունն այս process-ի վրա նվազեցնել։ Արվում է, ինչ որ բան այո, արվում է, բայց արդյոք արվում է այն տեմպերով, որը որակական փոփոխությունների կենթարկի իրավիճակը այս համաձայնագրի շուրջ։ Դե ոնց որ թե ոչ։ Հաջորդը մենք ակնկալում ենք, մենք հիմա հասել ենք նրան, որ Հայաստանը ունի միջազգային կոնսենսուս այս պայմանագրի շուրջ, որ պայմանագիրը պետք է ստորագրվի։ Ընդ որում կոնսենսուս նաև Եվրոպայի եւ Ամերիկայի միջև, որոնք մենք գիտենք, որ տարբեր հարցերով ընդհանրապես մենք լուրջ խազում ենք տեսնում, բայց այս հարցում միանգամայն կոնսենսուս ենք տեսնում, եւ սա փաստ է։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ եվրոպացիները էապես ակտիվացել են 3 ուղղություններով, դա Կենտրոնական Ասիան է, Հարավային Կովկասն է եւ Թուրքիան։ Այս 3 օղակները իրար հետևից շարելով մենք ինչ ենք տեսնում։ Այո, մենք տեսնում ենք այդ միջին միջանցքը, որը պետք է Կենտրոնական Ասիան կապի միջերկրական եւ սև ծովերի հետ։ Նաեւ հենց այս համատեքստում է, որ Եվրամիությունը ուղղակի արդեն Ադրբեջանին բավականին այսպես ուղիղ տեքստով հորդորում է մի կողմ դնել այդ խոսակցություններն անիմաստ եւ անցնել գործի։ Ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայնը դրա մասին խոսում է Սամարվանդում, օրինակ։ Կամ Շտայնմայերը այդ մասին խոսում է Երևանում եւ Բաքվում։ Կամ Բարոն եւ Ֆիդանը այդ մասին խոսում են Փարիզում, որում բոլորն ասում են նույն բանը։ Այդ մասին նաև խոսում է Միացյալ Նահանգների էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Էրիկ Ջեյքոբսը, հա, Բաքվում, որ ասել է, որ Թրամփը սպասում է շուտապույտ օր առաջ դա որ ստորագրվի եւ վավերացվի։ Հիմա եթե մենք ունենք կոնսոլիդացված դիրքորոշում, այո, հիմա մեր հաջորդիվ մեր խնդիրն այն է, որ մենք հասնենք նաև միջազգային ճնշումների կոնսոլիդացմանը Ադրբեջանի ուղղությամբ,
մենք ունենք այդ ճնշումն արդեն, բայց դա դեռ այն մակարդակի ճնշումը չէ, որը ունակ է դիրքորոշում փոխել Բաքվի մոտ։ Երբ մենք կհասցնենք այդ մակարդակի, բնականաբար մենք կունենանք արդյունք, բայց դրա համար այդ ակտիվացման համար այստեղ շատ կարևոր է նաև Հայաստանի ակտիվությունը, թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության հետ մեր հարաբերությունները ակտիվացնելով, հա, ինքնին։ Միացյալ Նահանգների հետ առայժմ այսպես առկախված վիճակում է մնում մեր միջուկային համաձայնագիրը, այդ համաձայնագիր 1, 2, 3-ը, հա, որը մեզ դռներ կբացի ամերիկյան կորպորացիաների մոտ արդեն տեխնիկական պատվեր տեղադրելու, հա, ատոմակայանի։ Բայց մենք Հայաստանում մինչև այդ տաշիր էինք բուծում, հիմա էլ տեղը թափուր է, ասել 8-9 ամիս։ Եվ խոսքը վերաբերվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնին։ Նախ էներգետիկան, մինչև մենք մեր այն ռազմավարական որոշումները չենք կայացրել եւ իրականացման ճանապարհին չենք դրել, մեզ առանձին այո պետք է էներգետիկայի նախարարություն, որովհետև հիմա Հայաստանը էներգետիկայի վերաբերյալ ռազմավարական որոշումների հրամայականի առաջ է կանգնած։ Չկա այդ պատասխանատուն, որ այդ որոշումները մշակի, ներկայացնի, հետևից գնա եւ այլ։ Խոսքը վերաբերվում է մեր ատոմային էներգետիկայի ապագային, մեր արտահանման հնարավորությունները եւ ենթակառուցվածքները ձևավորելուն, հա։ Մենք Վրաստանի հետ այդ 1000 մեգավատանոց փոխանցման այդ ենթակառուցվածքը 20 տարի չենք սարքում։ Եվ մենք հիմնավոր կասկածներ ունենք, թե ինչու։ Առաջի հերթին, որովհետև պետական համակարգը մատների արանքով է նայում ամեն ինչին, եւ երկրորդը, այո, առերևույթ այս ամենում կան սաբոտաժի տարրեր։ Եվ այս ամենի դեմը պետք է պետությունն առնի։ Այո, Հայաստանը պետք է միակցված լինի էներգահամակարգերով, ընդ որում բավականին հզոր թողունակությամբ, այո, մոտավորապես 1000 մեգավատ, թե Իրանի, թե Վրաստանի հետ։ Հակառակ դեպքում մեր էներգետիկան ուղղակի չի զարգանա եւ կդեգրադացվի եւ կվերանա։ Եվ մենք ստիպված ենք լինելու ոնց որ նավթն ու բենզինն ենք, չգիտեմ, գազը բերում ենք, դե որովհետեւ չունենք, հա, վաղը ինչ ուզում ենք։ Դե հիմա տեսեք, շատ լավ, բայց հիմա պետք է մենք հասկանանք, չէ՞, որ Գազպրոմի հետ այս իրավապայմանագրային հենքով աշխատանքի պարագայում Թուրքմենստանից այդ գազը չի գա ուղղակի։ Մեկ երկրորդը դա շատ կարևոր քայլ է, որ արվել է, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, թե ինչա տեղի ունենում Իրանում եւ Իրանի շուրջ, որովհետեւ այդ swap տարանցումը Իրանի տարածքով է լինելու, եթե այնտեղ իրավիճակը դարձավ անվերահսկելի տարբեր պատճառներով, ապա դա կարող է չաշխատել։ Այնպես որ սրանք հարցեր են, որոնք դեռ այս պահին չունեն պատասխաններ։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Պարոն Միրաբյան, այս ամբողջ անորոշությունը կապել նաև Թրամփի քաղաքականության հետ։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ նախագահը ամեն դեպքում չի կարողանում գործարքի բերել Պուտինին, չի կարողանում հաջողություն արձանագրել ռուս-ուկրաինական ճակատում, Իրանի հետ բանակցությունները ոնց որ թե չեն ստացվում։ Այս ամբողջի հետ կապել, այսինքն քաղաքական աշխարհաքաղաքական այս զարգացումների հետ Հայաստանի արկախումը գործընթացների կամ ձգձգումը։ Այո, դա դեր խաղում է, դա ծանրացնում է իրավիճակը, որը կարմին չայտել, այնպես չի, որ այս իրավիճակը հենց Թրամփն է ստեղծել, այդպես չէ, բայց այն քաղաքականությունը, որը տանում է Թրամփի վարչակազմը, այո, դա ոչ թե այսպես ասենք, որոշակիություն է մտցնում իրավիճակում, այլ դրա ուղիղ հակառակը։ Իհարկե մենք տեսնում ենք Թրամփի կողմից բազմաթիվ քայլեր, այսպես, որոնք ուղղակի մեղմ ասած խնդրահարույց են, բայց Թրամփի մոտ մի բան հաստատ չի փոխվել։ Հայաստանյան ուղղությունը քաղաքականության Միացյալ Նահանգներում չի փոխվել, սա փաստ է։ Եվ Հայաստանը ունի հնարավորություն դրանից օգտվելու, բայց դրա համար էլ եմ ասում, առաջանցիկ քայլեր են պետք, եւ ես դրա պոտենցիալը տեսնում եմ, այո, այս ատոմային պրոյեկտի իրականացման մեջ։ Մենք պետք է այդ համաձայնագիր 1, 2, 3-ը, որը շրջանակային համաձայնագիր է, այսպես տիպային, հա, Միացյալ Նահանգների եւ այլ երկրների միջև, ում թույլատրվում է, հա, օգտվել Միացյալ Նահանգների խաղաղ միջուկային ծրագրերից, տարբեր նպատակներով, հա, ասենք բժշկական կամ էներգետիկ եւ այլն։ Այստեղ այո համապատասխան կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ կառավարությունում, համապատասխան կոմպետենտությամբ մարդկանց նշանակումներ եւ այդ մարդկանց շտաբ գործողում Միացյալ Նահանգներ այդ առաքելությունը վերջնականացնելու, հա։ Հիմա Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ, Եվրոպան հայտարարում է, որ առևտրային պատերազմ չի ուզում, Մակրոնն է հայտարարել, Մեծ Բրիտանիայի հետ պատրաստ են սերտորեն Թրամփի հետ համակարգելու այդ մաքսատուրքերի հարցը, ինչ սպասել, ինչ զարգացումներ, թե անորոշությունը այսպես պահպանվել։ Առանց այն էլ արդեն գնում է այդ առևտրային պատերազմը, մենք տեսնում ենք բորսաներում ինչ անկում է, մենք տեսնում ենք, որ այս ամենը շատ մեծ է հավանականությունը, որ կհանգեցնի ռեցեսիայի, գլոբալ ռեցեսիայի, դա վատ բան է, շատ վատ բան է, եւ դրա ելքերը, այո, պետք է լինեն նախ եւ առաջ քաղաքական, հա, որոնք վերաբերվելու են տնտեսությանը, եւ ոնց տեսնում եմ, այս ճանապարհով ընթանալ ուղղակի հեռանկար չունի եւ չի ունենալու, այս ամենը դեռ շատ ու շատ վերանայվելու է։ Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքականությունը, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները հատել են հետդարձի բոլոր կետերը, այլևս առաջվանը չեն լինելու, դա պետք է հասկանալ։ Բայց մյուս կողմից,
Բացարձակապես ակնհայտ է եւ պատմականորեն դա այդպես է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան բնական դաշնակիցներ են եւ լինելու են։ Այլ հարց է, որ այդ ալյանսի հենքն է փոխվելու օբյեկտիվորեն եւ ավելի եթե Միացյալ Նահանգների ուղղակի հովանավորում էին, հա, իրենց հովանոցն եւ այլ, հիմա ավելի պարիզետային է ըլնելու այդ գործընկերությունը, այդ դաշինքը եւ այն երկուստեք, այո, բխելու է թե բոլորի շահերից, այսպես ասենք, թե Եվրոպայի, թե Ամերիկայի, նաև նույնն էլ վերաբերվում է ասիական դաշնակիցներին Միացյալ Նահանգների, նրանք էլ իրենց հերթին Եվրոպայի այսպես ռազմավարական ինքնաբավության ձեռքբերմանը զուգահեռ, այո, Եվրոպան նաև իր գործընկերություններն է վերակազմավորում, այդ թվում նաև, այո, դա տեղի է ունենում եւ ունենալու նաեւ ասիական ժողովրդավարությունների հետ, որոնք էքսկլյուզիվ հարաբերություններ ունեին Միացյալ Նահանգների հետ, հիմա իհարկե նրանք էլ այդ կապերը ամրապնդելու են նաեւ Եվրոպայի հետ։ Դեռ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու եւ այնպես չի որ հիմա մենք խոսում ենք ինչ-որ մի ավարտված պրոցեսի արդյունքների մասին։ Մենք հիմա խոսում ենք մի պրոցեսի մասին, որը նոր է սկսել եւ դեռ երկար է անցնելու։ Շատ բան իր հետ տանելով, իր հետ բերելով եւ այլն։ Մենք այս ինչ հիմա ձեզ հետ միասին քննարկում ենք, մենք դա քննարկում ենք այս պահի ստոպ կադրում, այսպես ասեմ։ Բայց այս ամենը պետք է դիտարկել դինամիկայի մեջ։ Դինամիկան մենք տեսնում ենք, որ տնտեսության մասով առնվազն, այո, բարվոք չէ, բարենպաստ չէ։ Եվ այս պահի դրությամբ մենք որևէ միտումներ էլ չենք տեսնում, որ դա կբարելավի, ասենք, կարճաժամկետ հեռանկարում, չի լինելու նման բան։ Հետևաբար Թեհրանին տրված 2 ամիս ժամկետն էլ այդպես չափազանցված ինչ որ ձևակերպում է կամ սահմանում է։ Տեսեք, այստեղ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Սակայն ֆիքսենք, որ տեղի է ունենում ռազմական ուժի կուտակում, առկա ռազմական ուժերի մարտական պատրաստականության աստիճանի բարձրացում։ Սա ակնհայտ է։ Այս ամենը ինչի մասին կարող է վկայել։ Կամ հակառակ կողմին տպավորել, հա, կամ սա իրական նախապատրաստություն է պատերազմի, կամ երկուսն իրար հետ։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, երբ ինչ որ մի կողմ սպառնում է պատերազմով մյուսին, անհրաժեշտ է, որպեսզի այդ սպառնալիքը չընկալվի որպես դատարկ խոսք։ Եվ այդ սպառնալիքին իրական տեսք տալու տրամաբանության մեջ եւս պետք է դիտարկել այս ռազմական այդ նախապատրաստությունները, որը կհանգեցնի պատերազմի, թե ոչ շատ բարդ է ասել այս պահի դրությամբ, այնուամենայնիվ մենք նաև տեսնում ենք Իրանում շատ հստակ շրջանակ, որը հակված է այնուամենայնիվ դիվանագիտական ճանապարհով հարցերը լուծելուն։ Այնտեղ եւս ներքին բախումներ եւ քննարկումներ են այս հարցի շուրջ, որոնք թե ինչով կավարտվեն, դա էլ կապրենք կտեսնենք։ Այնպես որ հիմա շատ բարդ է եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է արաբական երկրների մոտեցումները, որովհետեւ շատ բաներ, որոնք հնարավոր է տեղի ունենան, հա, տեղի ունենալու իրենց տարածքով կամ իրենց օդային տարածքով եւ շատ դժվար կլինի չներքաշվել այս ամենը։ Սա պետք է միանշանակ հասկանալ։ Ի վերջո Իսրայելը եւ Իրանը հարևաններ չեն։
Իսկ եթե հարևաններ չեն, ապա այդ ճանապարհին ընկած բոլոր պետությունները մեծագույն ռիսկի տակ են ներգրավվելու այս պատերազմի հնարավոր պատերազմի մեջ։ Այս մասշտաբները տեսնելով նաև դժվար չէ կռահել, հա, որ կողմերն այնուամենայնիվ փորձում են իհարկե առանց դեմքը կորցնելու, հա, բայց այնուամենայնիվ անել առավելագույնը պատերազմ թույլ չտալու համար։ Այնուամենայնիվ փորձել դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել։ Այո, ուղիղ բանակցություններ չկան, բայց Օմանում միջնորդների օմանյան միջնորդությամբ, հա, այսպես ասենք, ինչ-որ ոչ շատ բարձր, բայց նաև ոչ շատ ցածր մակարդակով էլ տեղի են ունենում շփումներ։ Ինչպեսին կապրենք։ Եթե ամփոփենք շատ կարճ պարոն Մեհրաբյան, ստացվում է պատերազմ լինել չլինելուն Բաքուն ավելի պատրաստված է երկու սցենարին, քան Հայաստանը։ Չէ։ Կարող ենք այդպես։ Ադրբեջանին եւս ձեռնտու չէ եւ չի լինելու որևէ պատերազմ կապված Իրանի հետ լայնամասշտաբ եւ անկառավարելի իրավիճակ Իրանում, որովհետեւ 10 միլիոնանոց Ադրբեջանի հարևանն է 90 միլիոնանոց Իրանը։ Եվ ինչա լինելու պարզ չի։ Այո, եւ Հայաստանը եւ Ադրբեջանը փոքր երկրներ են։